Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, առաջին Ալիկ ամերիկան կրկին ներկայացնում եմ մեր հարցազրույցը։ Դուք գիտեք, որ մենք Լոս Անջելեսում ենք, իսկ այստեղ Հոլիվուդն է, եւ մենք Հոլիվուդում ունենք շատ հայտնի հայազգի պրոդյուսեր, որի հետ այսօր եւ զրուցելու ենք։ Բարի երեկո, Արթուր։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Մենք մի քիչ դանդաղ կուզես խոսանք, որ հայերենով խոսանք, քո հայերենը ոնց է։ Իմ հայերենս Հայաստանի հայերենը հասկանում եմ լավ, բայց պատահած խոսքեր կա, որ չկարողանամ պատասխանեմ, կարող եմ անգլերենով։ Ոչինչ, բայց դանդաղ կանենք։ Ես հեռուստադիտողներին ասեմ, որ Արթուր Մելիք Սարգսյանը հայտնի Պիկ ժամ կամ ռուսերեն Չաս Պիկ ֆիլմի պրոդյուսերն է, Ջեքի Չանի, Քրիս Թաքեր։ Քրիս Թաքերի եւ Ջեքի Չանի գլխավորությամբ, եթե չեմ սխալվում, 3 սերիա կա։ 3 հատ, այո, մինչեւ հիմա 3 հատ ենք սարքին։ 4-ը պատրաստվում է։ 4-ը աշխատում եմ, սկսեմ շուտով։ Շատ լավ, քո մասին եւ ֆիլմերի մասին խոսանք, հիմա Անորայից։ Okay. Դա լավ ֆիլմ է, թե չէ, Օսկարի արժանի ֆիլմ է, թե չէ։ Ես կարծում եմ, որ շատ Օսկարի արժանի էր, որովհետեւ մենքան որ սիրացիմ այդ ֆիլմի մասին, ամբողջ քարակտերները շատ տարբեր են եւ բնավորությունները տարբեր են, մի հատ ֆիլմ չէր, որ ես իմանայիմ ինչա կատարվելու վերջը։ Հա։ Մոտավորապես 90% ֆիլմերի ես վերջերս ինչ որ տեսել եմ, արդեն իմանում եմ ինչպես է վերջանալու։ Բայց Անորան բան էր, ինչպես ասեմ հայերենով։ Անսպասելի եւ fresh։ Թարմ։ Այո, շատ թարմ, այո։ Եվ ամբողջ արտիստները շատ լավ էին, այդ երկու հայ խաղացողները։ Լավն էին, Վաչեն եւ Կարենը։ Այո։ Շատ natural են, իրանքին։ Բնական։ Շատ։ Եվ երբ որ տեսամ իմ կնգաս հետ նայում ենք ֆիլմը, ինքն էլ սիրած, ես շատ ավելի սիրացի, ասամ, քանի 3 շաբաթ առաջ էր, ասամ, կերթա Օսկարի մեջ անպայման երթալու մեջ, չեմ ամիշկելնի, բայց հետո այնպես որ ասամ ձեզ, գիրագի օր ժամի 12-ն էր ճաշի մոտերը, իմ ընկերոջս հետ կապվում, ասամ, ես վստահ եմ, որ կտանի։ Օսկար, ու գրազ եկա կտեղ։ Այո։ Եվ դուք հաղթեցիք։ Բայց մենք սովոր ենք, որ Օսկարակիր ֆիլմը պետք է ասենց լինի շատ խորը, շատ, չգիտեմ, դրամատիզմով, չգիտեմ, իսկ այս ֆիլմի մեջ այդ ամեն ինչը չկար։ Չէ։ Տեսեք, այս ֆիլմը լավ, վատ, բայց ինքը մի անգամ նայելու ֆիլմ է։ Այո։ Համաձայն եք։ Մի անգամ, բա ոնց կարա մի անգամ նայելու ֆիլմը լինի Օսկարակիր։ Ես ճիշտ ասած, եթե իմ կարծիքս եք ուզում, ես կարող եմ շատ հանգիստ նորից այդ ֆիլմը նայեմ։ Ինչի համար։ Որտեվ քարակտերները շատ սիրացի։ Այդ աղջիկը տղեն անսպասելի են։ Հետաքրքիր են ինձի եւ ինչպես որ ասամ, նոր թարմ էր։ Հիմա կարող եմ, ինչպես որ ասում եք, դրամա ֆիլմերը Lawrence of Arabia, Dr. Zhivago, այո, բայց այս բոլորովին այդ ընտանիքի մեջ չի, բայց շատ նորություններ ինձ համար։ Հայերը լավ էին խաղում։ Այո, շատ։ Այդ կարևոր է, մենք առաջին տենց Օսկարակիր։ Առաջին անգամ, այո, շատ կարևոր է, շատ։ Հիմա հույսով եմ, որ բայց ես չիմամ, որ այս Շան Բեյքերին բոլորովին չեմ ճանաչում, չեմ ամ ով որտեղից էր եկել, բայց նոր մեկն էր։ Այսինքն հիմա հնարավոր է ցենց հավաքել Հոլիվուդում թիմով, ինչ որ ոչ շատ մեծ բյուջեով ֆիլմ նկարել եւ Օսկար ստանալ։ Հիմա նայեք, այս Անորան մի բան որ փաստավ, այն էր որ բոլորովին ոչ մի բան գարանտի չի։ Այսինքն չպետք է ունենաք Brad Pitt, մեկը որ տանեք ոչ մի բան չկար։ Ոչ մեկը ոչ չկար մեջ։ Ֆիլմի մեջ ովևէ մի անուն չկար։ Աստղ չկա։ Այդ միայն dramatization-ներ, դիրեկտորի մոտելաններ ակտորների հետ եւ անսպասելի, այսինքն այդ մեկ հատ scene կար, որ աղջիկը որ սկսում է բորալ եւ
Rooster must stop screaming. It was նորություններ, այսինքն նորություններ, որ չէիք սպասում։ Երբ որ ֆիլմի որևէ մատ ֆիլմ որ նայում եք, եթե մի բաներ պատահում է, որ անսպասելի է, եւ ձեզի կամ թե զարմացնում է կամ մի բան անում որ you pay attention, շատ կարևոր է։ Հիմա մի հատ անսպասելի հարց։ Որտեւ այդ հարցը սովորաբար սկզբում են տալիս։ Okay։ Ներկայացրա քեզ։ Այ որտեղից ես եկել Հոլիվուդ, ում հետ ես աշխատել, ինչ ֆիլմերում ես աշխատել։ Ես առաջ Պարսկաստան ծնված եմ եւ հետո Բեյրութ մեծացա մի քանի տարի եւ հետո գնացի Անգլիա։ Այն ժամանակ ուզում եմ գայիմ Ամերիկա որ դայրեկտոր լինեմ, բայց մամես պապես ասան չէ շատ հեռու է 30 ժամ Լոնդոն կարող ես հետս ավելի մոտ է։ Ես վերջապես հասա գնացի Անգլիա, գնացի boarding school։ Հետո որ դուրս եկամ, ուրեմն սկսամ մտածել ինչ գործ կուզեմ անել 22 տարեկանի։ Բացի ֆիլմի սերը որ ունիմ, որը փոքրուց էր, շորել շատ եմ սիրում։ Հակնվել բան։ Ասամ մի հատ խանութ կար ընդ որ շորի մառնում իրանցից տրակարավարիչ ինձ ասավ դու միշտ որ գալիս ես ստե ինքդ քո շորերն ես ճոկում ոչ ոք քեզ չի օգնում գույները կրավատները բան ամեն դասանում հերչս ինքդ քո տեղ ունեն բացում ասամ ես ոչ մի բան չեմ մանում շորի գործի մասին size բան չեմ կարող այդպես բաներ անել ասավ ես իմ գործս կթոնեմ գամ դու մետեղ բացիր եւ ինչ որ պետք է անես քո ճաշակով գնա առաջ։ Ես էլ տելեֆոն արամ պապիս Թեհրան, ասամ ուզում եմ մատ գործ սկսեմ, ասավ ինչ գործ ուզում անեմ։ Ասամ ես շորի գործ ուզում անեմ, ասա դու շորի մասին ինչ ես իմանում։ Ասամ իմանում եմ ինչ եմ սիրում, բայց size բան չեմ անում, բան չեմ, tailor չեմ։ Ասավ լավ, ես քեզի ես քան գումար դրամ կղրկեմ, այն ժամանակ էլ ես մեքենայի խենթի մետ Aston Martin ունիմ, ընդրանից առաջ մատ Ferrari ունիմ, հետո ունեմ ғրկավ ես փողի ես 21 տարեկանիմ, ընգերներս հավակման շուրջս ոսան էթանք, Playboy Club, Հասկանալի է 21 տարեկանում էթանք Victoria Sporting Club ես ուրեմն այդ ամբողջ փողերը որ եկել էր մեկ գիշերվա մեջ տարում ամենը եկամ դուրս առանց ոևէ կոպեկ գրպանս փող մնա չունիմ գնացի հետո վերկացամ գնացի երկրորդ առավոտ ասեմ ինչ եմ անելու ինչպես եմ ես բացատրելու պապիս եւ մեծ պապիս որ ես չեմ կարող, չեմ ինչ անեմ։ Մեկ ինչ խնդացել եմ, գնացի իմ կառավարիչի, բանկի կառավարիչի մոտ, որ երբ որ աշակերտ եմ, ընդ միշտ ինքն է դրամ ստանում, որ իմ ծախսերը ստար, ասավ, ես քեզի Արթուր, ես չեմ ամ ինչ ասեմ, բայց պապետ չպետք է իմանա, ես քեզի 1500 pound advance կտամ, ես էլ արդեն լիսը ստորագրել իմ խանութի, այդ ձևով ես սկսամ։ Այդ փողը վերցրամ գնացիմ Իտալիա երկու հատ Իտալիայի ժուրնալներից առամ տղամարդկանց շորերի համար եւ սկսամ այդ նկարներից ջոկել որտեղ կուզեմ էթալ եւ շոր զակաց տալ եւ այդ ձևով իմ խանութը սկսավ Վինչի անունով եւ ամենամեծ հաջողությունն ունեցա 5-6 տարվա ընթացքում ամեն մարդ ասում էր միայն մեկ տեղ որ ամբողջ Անգլիայի տղամարդու շորի ծանրությունը իջեցրել է եւ ավելի իտալական եսիմ եւ 22-23 տարեկան եմ գործ ինձ համար այնքան կարեւոր չէր այնքան որ ամեն մարդ ուզել գար տեսնել ինչին կարող առնեն ինչպես են կարող հակնվեն ամբողջ Royal Family in Saudi Arabia, Bahrain, Dubai, Roger Moore, Rex Harrison, Richard Burton, բավականի տարբեր երկողներ, արտիստներ եկան եւ շատ հայտնիացավ։ Եվ հետո թողամ այդ գործը 1979-ին եկամ Ամերիկա,
որ հետապնդեմ այն սերը, որ առաջությունին, որն էր ֆիլմի սերս, եւ սկսամ այդ ժամանակվանից առաջից ֆիլմը ուրեմն բաներ Wanted Dead or Alive, որ Steve McQueen-ը սերիալ ուներ այդ այս պրոժեի վրա, ես դրա իրավունքն առամ եւ Rutger Hauer-ի հետ մի ֆիլմ սարքամ, դրանից հետո սկսամ պրոժեներ develop անել, սցենարիո առնել, գիրքեր իմ կարդում, մի քանի բաներ develop արամ, բայց չվերադարձավ ովևէ բանի։ Ինչպես որ ելնում այս գործի մեջ 100 հատի հետևից հետո մեկ երկուսն այո։ Հետո եկավ ուրեմն ես 1994-ին երկու հատ գրող կային, որ եկան իմ մոտ ծանոթի իրանց հետ, ասան մենք այս պատմությունը ուզում ասին ինձ ասան մենք այս պատմությունը ուզում ենք ծախենք ստե որտեղ որ գնացենք անունը կոմա գայեր, այսինքն քնած տղեն։ Ասամ ով որ լսավ քնում են չենք այս ստուդիոից այն ստուդիո ամեն ստուդիոները ասան չէ էսի ոչ հիմար բան այո հետո ասան ես մենք էլ տեղ չունենք էթալու կամ պետք է ես էթամ իմ պապիս գործը որ համբուրգեր է փողել եմ մեկն էր ասա դետամ Long Island քրոջներից նայեմ եւ դու մեր վերջի հույսն ես ես էլ իրանց այդ ժամանակ լսամ պատմությունը իրանց $10,000 տվամ որ սցենարիոն գրեն եւ բանը եղավ ֆիլմը եղավ While You Were Sleeping որ մոտ 220 միլիոն աշխատավ Sandra Bullock-ի մատ ամենահայտնի ֆիլմերից մեկն էր romantic comedy 1995-ին եկավ դուրս եւ հետո դրանից հետո կապվամ իմ ջահել ժամանակ 1964 ժամանակվա ամենասիրած ֆիլմերից մեկը ճապոնական մի հատ ֆիլմ էր Yojimbo որ Toshiro Mifune արտիստն էր եւ Akira Kurosawa դիրեկտորն էր որ հետո եղավ Sergio Leone Fistful of Dollars-ը սարքավ ես կապվամ Akira Kurosawa-ի հետ եւ ասամ ես ուզում եմ այս remake իրավունքն առնեմ որ gangster film սարքեմ եւ տվավ ինձ իրավունքը poster-ն էլ ինձ համար ստորագրավ Yojimbo-ի գրկավ եւ հետո գնացիմ Walter Hill-ը որ մեծ դիրեկտորներից մեկն էր որ 48 hours-ը սարքավ բավական ուրիշ ֆիլմեր սարքավ սցենարիոն գրավ եւ հետո այդ ֆիլմը ես Bruce Willis-ի հետ սարքամ Last Man Standing 1996 եւ դրանից հետո ծանոթներից գրողներից մեկը եկավ որ արդեն While You Were Sleeping-ը շատ մեծ հաջողություն ուներ եկավ ասավ ինչ ֆիլմ ես ուզում սարքես դու ինչ կա մտքիդ մեջ ասամ ես մատ իմ ամենասիրածս պոլիսի ֆիլմերից որ կոմեդիա բաննա Freebie and the Bean որ 1974-ին սարքվավ այդ ֆիլմը, ներողություն 72-ին թե 73-ին սարքվավ James Caan եւ Alan Arkin-ի հետ։ Իմ ամենասիրած action comedy-ներից մեկն էր։ Ասամ ուզում եմ մտրանման մի բան սարքեմ, բայց մեջը ուզում եմ kidnapping ելնի եւ մի հատ ուրիշ ֆիլմ կա 1956-ին, որ James Mason-ն էր մեջը, որ it was called Cry Terror։ Ասամ դու այս երկու ֆիլմերը նայի ուզում եմ մի հատ պատմություն գա որ երկու պոլիսիները նույն բանից չլինեն մեկը ամերիկացի լինի մեկը կամ իտալացի լինի կամ ճապոնացի լինի fish out of water գնաց Rush Hour-ը գրավ հետ եկավ եւ տվավ ինձ ես կարդացիմ շատ սիրացիմ եկանք դուրս գնացինք Disney-ն առավ ստուդիոն ասան հետո մենք չենք կարող Jackie Chan-ի հետ ֆիլմ սարքենք, որովհետև կարող է շատ լավ չգործի ֆիլմերը իր 20 միլիոնից ավել չի աշխատում։ Եվ ես հիշում եմ գնացիմ որ առաջի անգամ Jackie Chan-ին եւ Chris Tucker-ին հանդիպելու ուրեմն agency office-ում էր եւ Jackie Chan-ի լեզուն շատ լավ չէր հասկանում անգլերեն Chris Tucker-ն այնպես որ խոսում էր իր ձևներ, ես էլ իրան չեմ ճանաչում, բայց առաջի անգամ 10-12 հոգի ընկնե
Մեկ քիչ խոսալուց հետո Ջակի Չանը ասավ կարող եմ ես քո հետ խոսամ, ասամ հա։ Գնացինք դուրս, ասավ ես սրա խոսքերից ոչ քիչ չեմ հասկանում։ Ես չեմ կարող այդ ֆիլմը սարքեմ, որովհետև չեմ հասկանում ինչ ասում։ Ասամ ստա կլնի խոսվի բան քոչ կվերցնեք, բակ ամեն ինչ լավ կլինի։ Գնացի ներս 5 րոպե հետո Քրիսն ասավ ուզում եմ Ես Ջեկի Չանի լեզուն չեմ։ Ինչ որ բերնից դուրս է գալի, ես չեմ մանում։ Ինչ ասում, ինչպես եմ գործելու հետո։ Եվ այդ թարգմանվա ֆիլմի վերջ, եթե հիշում եք, բան Քրիստակրի character-ն ասում է do you understand the words that are coming out of my mouth այդտեղից դուրս եկավ հետո ֆիլմը սարքանք առաջի ֆիլմը ուրեմն 250 միլիոն աշխատավ երկրորդը 360 400 միլիոն երրորդն էլ 240 թե 50 մոտավորապես 850 միլիոն երեք ֆիլմերը worldwide եւ շատ մեծ հաջողություն ունեցան այն ժամանակ իհարկե DVD-ներն ու վիդեոկասետները շատ ուժեղ են Հիմա 4-րդը կլինի Հիմա 4-րդը հույս ունեմ որ շուտով կարողանամ այդ մասին խոսալ Միայն կարող եմ ասեմ ձեզի որ հույսը շատ բարձր է դրա վրա Հիմա մի հատ հարց ինչու բոլոր հայտնի ֆիլմերի շարունակությունները, որ ես վերջի քանի տարիներին տեսել եմ, տափակություն են։ Okay. Գլադիատորը նայել չի լինում երկրորդը ավատարը։ Ուսանց կարամ հա թվարկեմ։ Լրիվ առաջինը շատ լավն է, երկրորդը, երրորդը հիմարություն։ Ես իմ կարծիքով Ինչ ա եղել Հոլիվուդին։ Հոլիվուդը բոլորը շատ է փոխվել վերջերս։ Եվ տարբերությունը այն է որ բավականի է մարդկանցից որ ֆիլմի սեր ունին տարիներ առաջ իրանց ուժը եւ իրանց կամքը էր որ սիրուն ֆիլմեր սարքեն corporation-ները որ եկան հաշվապահները եկան ստուդիոյի կառավարիչները նելան բան սրանք ոչ մեկը 90% ֆիլմի սեր չունեն Եվ ամենը նայում են քարտերի վրա, այս ֆիլմը 3 տարի առաջ, այս մասը լավ գործավ, այն մասը լավ գործավ, այս ֆիլմից այս մասը լավ գործավ, օրինակ ճիշտ կարծես ուզում եք մի բան էփեք, մա սուպ, ամեն ինչը գցում եք մեջը, ասում են scorecard-ը, այդ ձևով ֆիլմ սարքել չի լինի, եւ այս վերջերս Հոլիվուդի ֆիլմերից տարբերությունները իհարկե մեհատեսկում մատենկում, բայց overall ամենը իրանց մոտեցումը ճուիլությունով է, որովհետև ասել են կամ ասում են իրանց առաջինը գործավ շատ հաջող էր, մենք պետք չունենք շատ գործվի, automatically ճիշտ ես նստեմ այդ ֆոնին, ինչպես են ասում, այդ մտածելակերպով այս ֆիլմերը ամենը Ասեն ես չեմ էլ կարող երթամ, ես հիմա anti-superhero ֆիլմերը չեմ կարող նայել, որտեվ այնքան են ուզացե փող քաշեն, տելևիզիոնի վրա 10 ձևի Star Wars կա, 20 ձևի Avengers կա, խառնված է, չի ոչ Դե բայց առաջինը ինչ է փող հաշվում, առաջինը այո, առաջինով հաջողությունը որ ձերք են բերում, դրանից հետո կարծում են ավելի հեշտ է որ երկրորդը կամ երրորդը արդեն pre-sale է Սցենարները ահավոր վատն են, տափակ Այո Տպասնով Հոլիվուդում լավ սցենարիստ չկա, չեն գրում Սցենարիստ կա, լավ սցենարիստներ կա, բայց կարող է դուք մեկին ճարեք նույն իմ խոսքս էր, որ ես գրողը Անորայի Բոյևը հաջողություն չուներ սրանից առաջ Կարող է մի հոգի, որ սեղան է մաքրում Մատ սցենարիո ունենա, որ վաղը Օսկար տանի եւ 400 միլիոն դոլար շահի։ Բոլորը ինչ եք իմանում են։ Բայց ամենը իհարկե ամենակարևորը սրանց մտքերի մեջ միշտ փողն է եւ ասում են ով է գրողը, ով է դիրեկտորը։ Չեն հարցնում, չեն նայում սցենարիոյի ուժին կամ պատմության վրա։ Եթե մեկի անունը բարձր է, անմիջապես Բայց այդ չի նշանակում, որ պետք է հաջողություն ունենա այդ ֆիլմը։ Ես տեսել եմ, դա դուք եք տեսել։
Չէ, վերջի ֆիլմերը բոլոր աստղերի մասնակցությամբ լավը չեն։ Չէ։ Ու բոլորը աստղեր են խաղում, հայտնի մարդիկ են։ Ամենը ոչ մեկը շատ թույլ ձևով է ընդունվել։ Եվ հիմա կարող է օրինակ ես մի հատ պատճառներից որ այսքան ուրախացամ որ անորան տարավ, որտեվ հիմա այս ստուդիոները որ բոլորովին չէին նայի մի հատ $6 միլիոն բյուջեի ֆիլմին, հիմա նայում են մեկ ինչ պետք է ինքներս մեզի հավաքենք ավելի շատ նշանակություն դարձնենք պատմությունների եւ սցենարիոների ավելի շատ քան թե ով է մեջ խաղում Դե Անորայի դեպքում էլ պատում էին ասում էին թող Կարեն Կարագուլյանի տեղը մի հատ լավ մի հատ Բրեդ Փիթ կամ բան չունեք բերեք Դա հիմարությունն է որտեվ այդ ամբողջ Անորայի օրիջինալիտին մեր երկու հայերն են Իսկ Հոլիվուդում միշտ լինում է նաև ժանրի մոդա, չէ՞։ Հիմա ո՞ր ժանրն է մոդա։ Ժանրի մոդը հիմա Հոլիվուդի մեջ ամբողջ իրանց ինչպես են ասում attention-ը մեծ բյուջեի ֆիլմերի վրա է։ Մինչև հիմա այդ այլ է։ Avatar Միշտ էլ է որևէ Avatar, Avengers 5, Superhero, Captain America, as Captain American, շատ լավ մատ parts example, ոչինչ, nothing. Բայց մտածում են որ internationally համաշխարհային Չինաստան էսկոմենկոմ ավելի լավ կաշխատի, քան թե այն պատմությունները որ ավելի սխմված են։ Հիմա կարող է անորան բոլորովին Չինաստանում չգործի։ Այդ չեմ մնում, բայց իմ ասածս են որ իրանց նայվածքը այս ստուդիոների միշտ որ ողջ աշխարհում ծախվի։ Այո, ամբողջ աշխարհում ծախվի եւ անուն պետք ունենք։ Հեր, որտեվ այն մարդը, որ այդ ստուդիոում ուզում է այդ ֆիլմը սարքի, եթե դա իր կառավարիչի մոտ, չերմենին մոտ ասի, ես ուզում եմ անորանց սարքեմ, կարող է վաղը իրան վռնդեն դուս, որտեվ ոչ անուն կա, ոչ բան։ Իրանց մենթալիտին փոխված է, որովհետև կոմպանիներն ու ստուդիոները ամենը ընկել են նրանց ձեռքը, որ ֆիլմերի սեր չունեն։ Փողի սեր ունեն եւ bottom line ուզում են նայեն, եթե մեկը գումարենք մեկով երկու է, այդ։ Պարզեմ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ուստադիտողներ, մենք զրուցեցինք հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Արտուր Մելիք Սարգսյանի հետ եւ ինչպես պարզեցինք, պատճառը թե ինչու Հոլիվուդի վերջին ֆիլմերը լավը չեն, Արտուրը մեր հետ համակարծիք է, մենք պարզեցինք նաեւ պատճառը, կհանդիպենք ցեսություն։